Խոյ համայնքի հայթող բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել եւ հագեցվել է նոր գույքով, այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննությամբ պարզվել է, որ ՊՆ Զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-ից 22 թվականներին գաղտնի հափշտակել է Զորամասի ավտոհավաքականից 575,000 դրամ արժողությամբ 16 անվադող։ Անվադողերը հայտնաբերվել եւ արգրավվել են, նրան մեղադրանքի առաջադրվել կողություն կատարելու համար, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան փոխանցելու նպատակով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է ՆՊ-ին եւ նրա համախոհների կողմից իրականացված խարդախությունների գործի նախաքննությունը, նրանք մշակել էին հափշտակության սխեմաներ, տաքսի եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին խաբեությամբ գումար փոխանցել տալով երրորդ անձանց հաշիվներին, նաեւ քաղաքացիներից մորթված անասուններ հափշտակելով։ Ընդհանուր վնասը կազմել է 10 միլիոն դրամ։ ՆՊ-ին մեղադրանքի առաջադրվել խարդախության դրվագով եւ նրա նկատմամբ կիրառվել է կալանք։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան փոխանցելու նպատակով։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալыкեսիրի նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել, ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի երկրաշարժից տուժել է 19 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։